Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ գնդապետ Մովսես Հակոբյանն ու Հայաստանի զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության նախկին պետ գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը մեղադրվում են պաշտոնեական անփութության մեջ։ Դատախազությունը պահանջում է նրանցից հօգուտ պետության բռնագանձել 4.5 միլիարդ դրամ։ Ըստ մեղադրանքի 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստան է մատակարարվել 4.3 միլիարդ դրամի ռազմական տեխնիկա, որն անպիտան է եղել։ Դատախազությունը ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահից պահանջում է 30 միլիարդի ենթադրյալ ապօրինի ծագման գույք ու դրամական միջոց։ Ըստ փորձաքննության միայն հարսնաքար ռեստորանային համալիրի շուկայական արժեքը մոտ 4.5 միլիարդ դրամ է։ Ռուբեն Հայրապետյանի տունն էլ գնահատվում է 1.5 միլիարդ դրամ։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում է ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազություն, պահանջելով առերևույթ հանցագործության հիմքով նախաձեռնել քրեական վարույթ։ Հաղորդումը վերաբերում է Ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերում Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ Գյումրու ավագանու 2025 թվականի ընտրություններին առաջադրված թեկնածու Վարդան Ղուկասյանի կողմից հնչեցված ատելության, անհանդուրժողականության, թշնամանք հրահրող խոսքերին եւ եկեղեցու մեջ քահանա գնդակահարելու սպառնալիքին։ Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումների վերաբերյալ նախաձեռնվել է 10 քրեական վարույթ, մասնավորապես թիվ 31 կոտորակ 02 ընտրատեղամասում ընտրողը քվեախցիկում իրականացրել է լուսանկարահանում, թիվ 31 կոտորակ 70 եւ 31 կոտորակ 17 ընտրատեղամասերում արձանագրվել է բացքվեարկության փորձի 2 դեպք։ Շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուներին ուղղորդել են քվեարկել թեկնածուներից մեկի օգտին։ Թիվ 31 կոտորակ 03 ընտրատեղամասում վստահված անձը ուղղորդել է ընտրողին հոգու թեկնածուներից մեկի։ Թիվ 31 կոտորակ 37 ընտրատեղամասից հեռացրել են հավատարմագրված դիտորդին այն բանից հետո, երբ նա բարձրաձայնել է ընտրատեղամասում տեղի ունեցող խախտումների մասին։ Թիվ 31 կոտորակ 4 ընտրատեղամասում դեռևս ինքնությունը չպարզված երկու անձի կողմից ճնշում է գործադրվել վստահված անձի նկատմամբ։ 21-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է Արմավիր քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Կոտայքի բնակիչ 22-ամյա Վահե Ղարիբյանը, որը կասկածվում է Չարենցավանում գինաց ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող կանաչ գոտում մի խումբ անձանց հետ խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու մեջ։ Վիճաբանությունը տեղի ունեցել մի կողմից Վ Ղարիբյանի, Ռ Մարգարյանի եւ Գեղարքունիքի բնակիչ 27-ամյա Կարնիկ Բաբլանյանի, իսկ մյուս կողմից Ս Իսկանդարյանի, Գ Մանուչարյանի, Դ Քարամյանի եւ Ռ Խանոյանի միջև ծեծ կրթուկի ժամանակ Ռ Խանոյանն իր մոտ եղած դանակով հարվածել է Ռ Մարգարյանին, ինչը նկատել է Վ Ղարիբյանը եւ իր մոտ եղած դանակով հարվածել է Խանոյանի կրծքավանդակին, ինչի հետևանքով վերջինս մահացել է։ Պարզվել է նաեւ, որ Ղարիբյանը դանակահարել է Իսկանդարյանին, Մանուչարյանին եւ Քարամյանին, որոնք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքի առթիվ Ղարիբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Ենթադրվում է, որ տուժածների մեջ կան քննչական կոմիտեի եւ հարկային ծառայության պաշտոնյաների որդիներ։ Ավարտվել է Սևան ազգային պարկի նախկին տնօրենի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Ըստ այդմ ՎԳ-ն զբաղեցնելով Սևան ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալի, այնուհետև տնօրենի պաշտոնը կազմել է կեղծ հանձնման ընդունման արձանագրություն եւ մի խումբ անձանց օժանդակությամբ ՊՕԱԿ-ից կատարել խոշոր չափերով ընդհանուր 3.682.691 դրամի գումարի հափշտակություն։ Բացի այդ, այլ դրվագով ՊՕԱԿ-ի նախկին տնօրենը կեղծ հաշվետվությունների միջոցով հափշտակել է պետության ընդհանուր 20.405.214 դրամ գումարը։ Այնուհետև իրականացրել է հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ ՎԳ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում։ Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնել, ձերբակալել եւ Սևանի բաժին են ներկայացրել Հրազդանի 26-ամյա մի բնակչի, որը ներկայացրել է կիսամոխրացած հետքերով կաթուցիչ։ Մեկ այլ դեպքում նույն ճանապարհին պարեկները ձերբակալել ու բաժին են տեղափոխել 23-ամյա վարորդին եւ 2 ուղևորին։ Բաժնում 18-ամյա ուղևորը պայուսակից ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակով եւ թղթե փաթեթով տեղնականաչավուն զանգվածներ եւ կրփազենք։ Մի կրփազենք էլ ներկայացրել է մյուս ուղևորը։ Հաջորդ դեպքում Սևանի բաժին տեղափոխված 45-ամյա վարորդը մեքենայի սրահից ներկայացրել է ծխախոտի տուփ, մեջը մոխրացված հետքերով կաթուցիչներ։ Մեկ այլ դեպքում պարեկները ձերբակալել են Երևանի բնակիչ 30-ամյա երիտասարդին։ Բաժնում վարորդը ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակով դեղնականաչավուն զանգված։ Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է առգրաված թմրամիջոցների քանակի մոտ 92% աճ։ 2025-ին դատարան է ուղարկվել 2 խոշոր գործ։ Իրանից Մաքսանենք ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 65 կիլոգրամ մարիխուանա։ Այս դրվագով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ, եւս 2 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի 4 կիլոգրամ թմրամիջոցի գործով։